Ձեր կարծիքով ո՞ր թիմը կհաղթի այս տարի։ Կարծիքով Բարսելոնան։ Այո, ելույթին շատ է դուր գալիս։ Այսօրվա ամենալավ թիմը երևի Ավակն է։ Ո՞ր թիմն եք մտածում, որ կհաղթի այս խաղաշրջանը։ Ես մտածում եմ, որ դա գաղտնիք է ու ես պետք է չասեմ։ Դինամիտ, իսկ ինչու է ձեր աղջիկները սպիտակ վերնաշապիկով, իսկ դուք կապույտ։ Որովհետև համազգեստը տենց հանտրված։ Նու, եթե տեսնենք բոլորներ ուժեղ են, բայց մեկ է մեր թիմը հաղթանակ է տանելու։ Մաքսիմում ոնց եք անում։ Մաքսիմում կավենի թիմն է այստեղ, այո։ Իսկ դուք ում կուզեք նմանվեք, երբ որ դառնաք մեծ հումորիստ։ Չեմ մտածել։ Որ չլարվեն ու հավասարակշռված լինեն բեմի վրա։ Հավասարակշռված, ինչպես գորը։ Հա, լավ։ Դրամատիկական թատրոնի բեմին ստեղի կունենա Կավենի դպրոցական լիգայի 1 քառորդ եզրափակիչ խաղը ձեր բոլոր ճապարություններով։ Ընկեր Արամ Մելիքյան։ Կրեմներ մատով փորձեցի, բայց միքսերը միացրած էր։ Ու տենց 4 անգամ փորձեցի։ Արամ ջան, ես ինչ ես անում։ Ոնց ինչ եմ անում։ Արամ Մելիքյանի ոտի տակն եմ փորում։ Այսօր մեզ համար տոն է։ Զարուհի Փոստանջյանը գործի չի եկել։ Որ մենք ձեզ այսքան սիրում ենք, չէ, այսքան սիրում ենք, չէ, սիրելի բարեկամներ, մենք ձեզ այսքան ենք սիրում, շնորհակալություն, վերջին այն արձերոտ Կավենի թիմը։ Անյա ջան, 2-ին գումարած 3 ինչքան է։ Չգիտեմ։ Անյա ջան, շուն ու կատունով ա գրել։ Չգիտեմ։ Անյա ջան, այբուբենի առաջին տարը։ Չգիտեմ։ Բոթանյա։ Հիանալի ընտրություն հանրապետական։ Տղեկ ջան, երբ որ դուք տեսնում եք այս սենց հարց շրթունքներով աղջիկեքի, դուք էլ եք ուզում սենց անեք։ Բոլորը շատ լավ եք։ Շնորհակալություն այսօրվա խաղի կայացման համար։ Այսօր իրոք Հայաստանյան դպրոցական լիգան կայացավ։ Ես ուզում եմ բարև ասեմ իր խաղացողներին ու բարի գալուստ ասենք նոր արդեն թիմերին խաղացողներ։ Նրանք ուժեղ ծափարում մեր շատ սերի հանդիսատեսին։ Ուժեղ։ Այնուհետև, մերսի։ Ինգլիան գեց մրցույթային կուրը դինամիկը։ Կհանդիպենք հաջորդ մեկ